Այսօր խոսում ենք 2014 թվականի բժշկության ու ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի մասին, որին արժանացել են այս 3 գիտնականները։ Ճիշտն ասած, ազգությունները չեմ նայ, չեմ ճշտա, բայց երևի շատ կարևոր չի, բայց ուրախանում եմ, որ կին գիտնական արժանանք ստացողների մեջ շատ չի լինում, էլի տենց դեպքեր։ Ստացել են Նոբելյան մրցանակը ուղեղի ուսումնասիրության համար, իսկ ավելի կոնկրետ ուղեղի այն հատկության, թե ոնց ենք մենք հասկանում, մենք որտեղ ենք գտնվում, որ հատվածում ենք սենյակի օրինակ գտնվում, կամ ընդհանուրապես սենյակը որտեղ է գտնվում ավելի մեծ մասշտաբներով ասած, կոպիտ ասած մեր GPS-ն է, որը տենց ոչ գիտակցական մակարդակում միշտ աշխատում է ու մեզ հիշեցնում է, թե որտեղ ենք մենք։ Գնամ մեր հոդվածի էջը։ Հոդվածը էլի այս անգամ նայելու ենք էլի խորացված հոդվածը, ոչ թե մակերեսային, որտեղ ոչ խորացված հոդվածը մի էջ է ընդհանուր ու տենց համարյա բան գրած չես, հորքային հոդվածը ավելի հետաքրքիր է էլի ու տարբեր նկարներով։ Ամբողջ այս հետազոտության միտքը գալիս է նրանից, որ մեր գոյատևման համար շատ կարևոր է, որ մենք իմանանք մենք որտեղ ենք, որովհետև ի սկզբանե ուղեղը հենց էվոլյուցիայի ընթացքում ստեղծվել է, ճակերտավոր նրա համար, որովհետև մենք շարժվում ենք։ Ու հենց դրա համար է, որ բույսերը չունեն ուղեղ, որտեղ բույսերը չեն շարժվում։ Ամենաառաջնային բանը, որ ուղեղը հարկավոր է, դա շարժվելու համար է։ Իսկ շարժվելը իր արդյունքում լիքը այլ բաների է բերում։ Նրան է բերում, որ դու պետք է իմանաս որտեղ ես գտնվում, պետք է իմանաս ինչ ես անում, շատ ավելի մեծ հնարավորություններ ես ստանում ինչ որ բան անելու, ու կշտ գործդ լավ բարթանում է, էլի միլիոնավոր անգամ բարթանում է չշարժվող օրգանիզմներից, չշարժվողը առանձնապես բան չունի էլ անելու, իր համար տեղում կանգնած է։ Իսկ եթե շարժվում ես, շատ ուրիշ բաներ էլ պետք է անես, որ գոյատևես։ Ու ոնց նկատեցիք, շարժվող կենդանիները բոլորը ունեն ուղեղ։ Ու այս տեղը զգալու հատկությունը ինչ է, որ դու զգում ես, թե քո մարմինը այս տարածության մեջ որտեղ է գտնվում, ու ուղղություններն ես հասկանում, թե ինչ ուղղությամբ ես հիմա գնում, ինչ հեռավորության վրա է քո նկատմամբ, կարծես այդ 3D կամ 2D քարտեզը հասկանալն է քո ուղեղում։ Սրա մասին առաջին անգամ, այսինքն ոչ միայն սրա մասին, այն մտքի մասին, որ մեր ուղեղում կա ինչ-որ բաներ, որոնք մենք ոնց որ պարտադիր չի սովորենք, այլ ի ծնե մեր ինտելեկտով, ասենց ասած, գալիս է, ու դրա մասին Իմմանուել Կանտն առաջին անգամ ասել 1724-ից 1804 թվականներն էին եղել, այդ ընթացքում այդ միտքն է արտահայտել, որ բաներ կա, որ ի ծնե է մեր մոտ, ու դրանցից մեկը համարվում էր հենց այս տեղը հասկանալու ունակությունը, դու պետք չի սովորես տեղը հասկանալ, քո ուղեղը ինքնին դա առանց քո սովորելու էլ գիտի, թե ոնց հասկանա դու որտեղ ես գտնվում։ Իհարկե ոնց որ այսա որ շարունակենք հասկանալ, թե ոնց է ուղեղը դա անում, երևա որ բանն էլ է կարևոր, իհարկե փորձն էլ է կարևոր, որ կարաս լավ հասնես քո տեղը հասկանալու ունակությունը, բայց այդ հատկությունը ընդհանրապես հասկանալու, թե դու որտեղ ես գտնվում, ի ծնե է ուղեղի հատուկ նեյրոնային կառուցվածքի շնորհիվ է, որը դնթ-ով գալիս է մեզ։ Ու առաջին անգամ այս թեմայով փորձերը եղել է 1940-ականներին, ու այս Թոլման գիտնականը հասկացավ, որ մենք կարողանում ենք զգալ կապերը տեղերի ու իրադարձությունների մեջ։ Ինչ որ ձևով մենք զգում ենք ինչ որ բանը ինչից ինչքան հեռավորության վրա է, ինչքան անկյան տակ է գտնվում, այդ զգացողությունը ունենք, ու կենդանիների մոտ ինչ որ փորձերով դա հասկացավ։ Ուստեղ հետաքրքիր բառ է մի հատ գալիս, գեշտալտ արտահայտությունը, կա տես գեշտալտ հոգեբանություն ասվածը, որի հիմնական միտքը այն է, որ ասում է ինչ որ բաների միավորումը ավելի մեծ բան է,
քան հենց այդ բոլորը իրար հետ առանձին հաշված։ Այսինքն երբ որ ոնց ասեմ, ինչ որ լավ նկարագրություն կար սրան է։ Ասենք դու սենյակում ես, սենյակում կա լիքը առարկաներ, այդ ամեն մի առարկան իր դիրքով, երբ որ իրար հետ խառնվում է ու դու ստանում ես ընդհանուր մի հատ պատկեր ամբողջ սենյակի դիրքի մասին, ավելի շատ ինֆորմացիա քեզ տալի, քան առանձին, որ իմանայիր, որը որտեղ է։ Սրա համար լավ օրինակներ կա բացատրելու այս գեշտալտ հոգեբանության, բայց հիմա լավ չեմ հիշում։ Այս ընթացքում որ հիշեմ կասեմ։ Ու ինչ որ մտքի հետ էր սա հակասվում այն ժամանակ, որ այս behaviorist-ները հոգեբանության մեջ ասում էին, որ մեր պահվածքը ուղիղ շղթայական է։ Օրինակ, ոնց է մուկը գնում ինչ որ հաց ուտելու։ Իր համար մուկը նստած է, չգիտեմ, կանգնած, մուկը կանգնած է, թե նստած, չգիտեմ, կանգնած երևի 4 ոտքի վրա, ու ինչ որ հոտ է առնում, թեքվում է այդ հոտի ազդեցության տակ, իր ուղեղին ազդակ է գալի, հոտ եմ զգաց, թեքվի հոտի ուղղությամբ թեքվում ես, տենում ես ուտելիքը ու սկսում ես շարժվել ուտելիքի ուղղությամբ։ Իսկն մուկը դժվար բան արեց, ինչ որ բան զգաց որտեղ է ուտելիքը ու կերավ, բայց այդ ընթացքը կարելի է բաժանել շղթաներ, էլի հոտը զգաց թեքվեց հոտի ուղղությամբ, տեսավ աչքով ու շարժվեց այդ ուղղությամբ։ Բայց այս Թոլմանը ասում էր ամեն ինչ այդքան էլ պարզ չի, նենց չի որ ամեն նախորդը ամեն հաջորդի հետ ուղիղ կապված է ու մեկը մյուսին ոնց որ ազդակ է ուղարկում, ասում է դու արա, հետո ոնց որ հոտի զգացողությունը ուղարկում է քո պտտվելու ուղղությանը, ասում է այս ուղղությամբ նայ, դու տեսար, հենց տեսար, գիտես որտեղ պետք է գնում ես, ամեն ինչ տենց հեշտ չի աշխատում։ Հեսա հասկանանք, խի տենց հեշտ չի աշխատում։ Տենց հեշտ չի աշխատում, որովհետև փորձ են անում, այս մուկ են վերցնում ու դնում են լաբիրինթի մեջ ու թողում են մուկը իր համար վազվզի լաբիրինթի մեջ, վազվզում է, ինչ որ լաբիրինթում ոնց որ նենց է սարքած, որ կարողանաս տարբերես, էլի, տենց շատ միանման չի ամեն ինչ սարքած, որ ուշադիր լինես կտարբերես, էլի, որ հատվածում ես դու։ Ու ինչ են անում, ինչ որ պատահական տեղ ուտելիք են դնում, ու այս մուկը որ հոտը առնում է, արդեն գիտի որտեղ պետք է գնա։ Հստակ ճանապարհով լաբիրինթի մեջով գնում անտեղ, որտեղ ուտելիքը դրած է։ Այսինքն այն միտքը, որ ինքը աչքով տեսավ այնտեղ է ուտելիքը ու վազեց ուտելիքի հետևից, այդքան ուղիղ չի։ Ինքը իր ուղեղի մեջ միջև այդ արդեն ուներ քարտեզ այս լաբիրինթի ու երբ որ հոտը ինքը զգաց, արդեն գիտի որ ուղղությամբ պետք է գնա։ Ուղիղ գծային շղթան քանդվեց, էլի։ Այդ նշանակում է, որ ինքը իր ուղեղում ավելի բարդ պատկերացումներ ունի իր միջավայրի եւ բանի մասին ու ամեն ինչ տենց հստակ բնազդային չի, տեսավ, ֆռած, նայեց, գնաց, ուղիղ չի տենց ամեն ինչ, էլի։ Հավարժան ջան։ Իսկ ոչ թե մապն է իր գլխի մեջ մնացել, այլ ուղղակի հոտը այս կողմից էր գալիս, չգիտեմ, դեռ եթե երկու ճանապարհ ունի ամեն անգամ ընտրելու, օրինակ աչ կողմից էր միշտ գալիս, ինքը հետևում էր հոտի գալու ուղղությանը, դրա համար տենց գնացել միանգամից գտել։ Դե հավանաբար բանը այս փորձի ժամանակ այդ ամեն ինչ վերահասկել են, որ նենց չլինի, որ հստակ ճանապարհ կա հոտի հետևից գնալուց ու տենց գնացել գտել է։ Բնականաբար նենց են արել, որ ապացուցեն, որ ճանապարհը հստակ չէր, պետքա մինիմում հիշես այդ ճանապարհը, որ մի անգամ ստեղով անցել ես, որ կարողանաս հետ գաս, էլի։ Այս շատ հեշտ եմ նկարագրում այս փորձերը, բայց այս գիտնականները, որ ուսումնասիրեք, այնքան բաներ են հաշվի առնում, որ հաստատ ապացույց լինի, էլի, ուրիշ սխալ մեկնաբանություններ չանեն փորձի։ Okay, merci. Okay. Ուստը գալիս է առաջին գաղափարը, երբ որ բացահայտեցին այս հայրենոնց տեղի բջիջներ երևի, տեղային բջիջներ, place cell-ը, ու ուրեմն ինչ փորձ են արել, այս մկանը վերցրել են դրել են ինչ որ տարածքում, որում տարբեր օբյեկտներ կա եւ այլն, որտեղ իրան թողել են հանգիստ ման գա, այս մուկը իր համար է հանգիստ ման է գալի, ու ուղեղում մի հատ հատուկ տեղ են ճարել, որ այս place cell-երն է, հետո են հասկացել, որ այս տեղն է, էլի, որտեղ դրել են այդ իրանց սարքերը, որը
գրանցում է ուղեղի այդ հատվածը ակտիվանում է, թե չի, ակտիվ է, թե ակտիվ չի։ Ստուգում է, էլի նեյրոնը ակտիվ է, թե ակտիվ չի։ Հենց ակտիվանում է դու համակարգչի մեջ բանը ազդակ ես տանում, որ ակտիվացավ։ Ու ինչ հայտնաբերեցին։ Հայտնաբերեցին, որ այս մուկը sense շարժվելով հենց այս հատվածը գալիս, ոնց որ տանում չի մեկնիկը սիստեմը։ Այս հատվածը հենց գալիս գազարագույնով նշված։ Իր այդ նեյրոնները ակտիվանում են։ Ինքը կարա սենյակով պատական քայլի, բայց հենց տեղա հայտնվում ակտիվանում են այդ նեյրոնները։ Այդ նշանակում է, որ գիտի, որ ես տեղ եմ։ Հիմա այստեղ հարցը առաջանալու, բա ոնց ինքը գիտի, որ տեղ է, դա հեսա մյուս շարունակությունից կհասկանանք, բայց հետաքրքիր փաստը, որ ընդհանրապես չէր մտածի, որ sense բան կարա լինի, այսինքն հստակ կա նեյրոն քո ուղեղում, որ ակտիվանում է միայն այն ժամանակ, երբ որ դու սենյակի այս հատվածում ես գտնվում։ Մի հատ ուրիշ նեյրոն կա, որը ակտիվանում է, երբ որ դու ստեղ ես գտնվում։ Այսինքն այս սենյակի ամեն մի հատվածի համար քո այդ ուղեղի այդ հատվածում կա նեյրոնների մի խումբ, որը ակտիվանում է, երբ որ դու այդ մասում ես գտնվում։ Ու հենց սրան են անվանում ներքին GPS։ Որ քո ուղեղի մեջ կա քարտեզ, ու ոնց որ դու սենյակի մեջով երբ շարժվում ես, քո ուղեղի մեջ էլ այդ նեյրոնները տենց ակտիվությամբ շարժվում են, էլի, այստեղից անցած չէ, այս մի նեյրոնները սկսեցին ակտիվանալ, անցած մյուս մաս այն մի նեյրոնները սկսեցին ակտիվանալ։ Ու սենց բացահայտեցին, որ կա հետարքիր GPS համակարգ ուղեղում, որ ասում է դու որտեղ ես։ Այս GPS համակարգը օգտվում է տարբեր ուրիշ ազդակներից մեր ուղեղի։ Այստեղ նշեմ մի քանի այսը, որը հետագայում չենք խոսալու, դա արագությանն է, օրինակ կարող ես դու զգաս, թե ինչ արագությամբ է շարժվում ու դրա հիման վրա ոնց որ այս ակտիվությունները կարան փոխվեն։ Մյուս հետաքրքիրը քո բանն է շարժվելու, ոնց որ դու քո շարժումից կարաս հասկանաս, թե որ ուղղությամբ գնացիր, ու էդի ոնց են ապացուցում, որ դա աշխատում է, այս մուկը, որ այս սենյակում շարժվում էր, լույսը անջատում են։ Երբ որ լույսը անջատում են, ու այս մուկը շարունակում է շարժվել, նույն բանը տեղի է ունենում, երբ հայտնվում է այս հատվածում, իր այդ հատվածի նեյրոնները լիակտիվանում են։ Նշանակում է, որ ոնց որ դաժե առանց նայելու ինքը կարողանում է հասկանալ ինքը որը տեղ է գտնվում։ Համարյամ ջան։ Այսինքն ես իմ ամբողջ կյանքի ընթացքում որտեղ եղել եմ, այդ տեղանքին համապատասխան ինչ որ նեյրոն ունեմ իմ ուղեղում, հա։ Թե դրանք ինչ որ ժամանակ հետո override են ելնում ուրիշ բաներով, թե տենց միշտ մնում է։ Հեսա կհասնենք դրան։ Այդ հատուկ անվանում ունի, էլի, որովհետև տենց եթե տենց ուղիղ մտածենք, ապա եթե մենք 1 միլիոն տեղ ենք եղել, մեր ուղեղում 1 միլիոն հատ նեյրոնների խումբ պետք է լինի, որ ամեն մեկը մեկի համար է պատասխանատու, բայց այդքան էլ տենց ուղիղ չէ այդ ամեն ինչը։ Հեսա ցույց կտանք ոնց է։ Okay, ու ստեղ այս հատվածը գտնվում է ուղեղի հիպոկամպուսում, որը հիշողության հետ է կապված, որը էլի վերջում կհասկանանք ոնց է հիշողության հետ կապված, բայց հետաքրքիր է, որ հիշողության հետ կապ ունեցող հատվածում է գտնվում այս GPS համակարգը, որովհետև այդ որ ասում ենք ոչ միայն դու այս պահին գիտես որտեղ ես, այլ նաև հիշում ես երեք այն ժամին օրինակ որտեղ է եղել, այդ փաստը հենց նրանից է գալի, որ այս նեյրոնները հիպոկամպում են գտնվում ու ոնց որ հիշողության մեջ մնում է։ Մեծ է կվերադառնանք ընթացքում, թե ոնց է մնում, խի մնում եւ այլն։ Հայրիկ ջան։ Ուզում եմ հիշողության բան ասեի։ Ուրեմն այսօր podcast էի լսում, ուրեմն բացատրում էր, որ հիշողության ու այդ պատկերացնելու ժամանակ նույն բանն է, ուղեղի հատվածն է բանանում, էլի պատասխանատու, ու այսինքն երբ որ դու երևակայում ես, այդ նույնն է, որ ինչ որ բան հիշես, էլի։ Ու դրանով իրանք եզրակացության են եկել, որ հնարավոր է մեր հիշողության ինչ որ հատված երևակայության արդյունք է, էլի, ու գոյություն ընդհանրապես չի ունեցել։ Այդ
կապերը գտնելը հետարքիր է ու այդ հենց հիշողության իլյուզիաներն է մարդիկ լիքը բաներ են հիշում, որ իրական չի եղել։ Նույնիսկ իրանք ասածներն են սխալ հիշում եւ այլն, հիշողությունը լավ թեմա է ու բարդ թեմա է ընդհանրապես։ Բայց հա, հեսա կհասնենք նաեւ այդ ճակերտավոր երևակայության մասը, նաեւ մկների վրա եմ փորձարկել։ Սա այս բաժնից հետո դրան եմ անդրադառնում։ Ներքան հիշեմ, ստե ինչ էր ասում։ Հա, այն մասին է, որ նենց չի, որ հստակ մի հատ նեյրոն ակտիվանում է, երբ որ դու մի հատ տեղ ես գտնվում, նեյրոնների խումբ է, որ իրար հետ ոնց որ երբ որ սրանք իրար հետ են ակտիվանում, դու ստեղ ես, բայց երբ որ իրանցից կարան մի քանիսը ակտիվանան ու ուրիշ խմբից մի քանիսը ակտիվանան, դու ուրիշ տեղ ես։ Իսկ այդ կոմբինացիան է կարևոր, էլի, այդ նեյրոնների ինչ կոմբինացիա են ստեղծում ու դրանից հասկացում դու որտեղ ես գտնվում, այդ փաստը ցույց է տալի, որ դու շատ տեղեր կարաս հիշես։ Նենց չի, որ սահմանափակված է մի տեղը մի նեյրոնով, մենք 10 նեյրոնի կոմբինացիաները, որ դուք նայեք, քանի ակտիվանալու ձև կա, օրինակ այս 7 հատ իրար հետ, այն 7 հատ իրար հետ, ուրիշ 8 հատ իրար հետ, այդպես միլիոնավոր կոմբինացիաներ կարա գտնեք, այդ հնարավորությունն է տալի լիքը բան հիշելու, էլի, հենց նեյրոնային ցանցերի հիշողության բանը ուժը է դա, էլի, որ ընդամենը 10 հատ նեյրոնով կարաս մեծ բան կոդավորես, էլի, լիքը կոմբինացիաներ որտեղ կա։ Ու այս փորձերը շատ էֆեկտիվ են եղել, մինչև հիմա, մինչև այս 1940-ականները չէին կարացել նման բան հայտնաբերեն, որովհետև չէին թողում, որ մկները ազատ քայլեն տարածքում։ Մկների գլխին այդ նեյրոնները, այդ էլեկտրոդները կպցնում էին, ինչը պետքա նեյրոնների ակտիվությունը չափեր ու հնարավորություն չկար էլի թողելու, որ այդ մկները շարժվեն, որ տենանք, որ sense բան է հնարավոր։ Այս մեխանիզմն էլ իրանք օրինացին էլի, ոնց ինչ որ լարերով միացնենք, որ համ գրանցենք ուղեղի ազդակները, համ կարանան իրանք հանգիստ շարժվեն ազատ տարածությունում։ Այստեղ խոսում է, որ կարան նաև հիշողության հետ կապ ունենան, այս place-երը կորավ։ Հա, հասանք REM-mapping-ին։ REM-mapping-ը այն երևույթն է, որ երբ որ դու ունես ինչ որ նեյրոնների խմբեր, որը պատասխանատու են քո այս սենյակում գտնվելու վայրի համար, like դու գտնվում ես քո անկողն ու կողը, ինչ որ նեյրոնների խումբ է ակտիվացել, որ ասում է դու քո անկողն ու կողն ես, երբ որ դու գնաս ուրիշ սենյակ կամ ուրիշ տեղ, քո այդ նեյրոնները ինչ որ դեպքերում կամ չեն աշխատում, բայց ուրիշ դեպքերում էլ իրանք բան են, ոնց որ REM-up են լինում ու սկսում են ոնց որ այդ սենյակի քարտեզը քո համար գծել։ Իսկ կարան ուրիշ կոմբինացիաներ ստեղծեն ու նույն նեյրոնները, որոնք քո այս սենյակի դիրքը ապահովելու համար էր, որ հասկանաս որտեղ ես, փոփոխվում են ու դառնում են ուրիշ սենյակի համար նախատեսված նեյրոններ։ Այսինքն հենց այնի նախորդ ասած կոմբինացիաներն է, էլի։ Դու 100 հատ նեյրոնով լիքը կոմբինացիաներ կարաս անես ու կոմբինացիաների ինչ որ մասը կարա պատասխանատու լինի մենակ այս սենյակի համար, բայց երբ որ գնաս ուրիշ սենյակ, մի քիչ փոփոխվեն այդ կոմբինացիաները ու դու այդ ուրիշ սենյակի դիրքերը սկսես հասկանալ։ Ուղեղի ճկունությունն է սա, էլի, նես չի հստակ ուղեղը ամեն մի նեյրոն մի բանի համար է պատասխանատու, այլ շրջակա միջավայրը փոխվելուց լավ ճկուն է մեր ուղեղը, կարող է լիքը հենց դրույքներ անի տարբեր միջավայրերի հարմարվի։ Ու հաջորդ հետարքիր մասը, որ նաև հասկացել եմ, որ այս նեյրոնների շնորհիվ կարաս տենց հեռավորության չափումներ անես մտքումդ, որ հեռավորությունն ես փորձում հասկանաս ինչ որ բաների, էլի։ Միջև անդրադառնալը թե ոնց է լավ բան մեր ուղեղը հասկանում ենք որտեղ ենք, որ մի հատ էլ այդ նեյրոնը ակտիվանա, վերադառնանք այդ բան ֆանտազիաներին ու այս մի հատ փորձը ցույց տամ։ Ուրեմն մի հատ ուղիղ տարածք են վերցնում, որին կարաս կամ առաջ գնաս կամ հետ գնաս ու մուկ են դնում մեջը, որ վազվզի այս կողմ են կողմ։ Բայց լավ է նա, որ չեն թողում ինքը վազվզի, այլ այսպես կպցնում են ինչ որ գնդի վրա, որ ինքը վազում է, գունդը հետա պտտվում ու իր դիմաց մեծ էկրան են դնում, որ ինքը տենա իբր սենյակում է, ու երբ որ ինքը վազում է, փաստացի տեղում է ինքը մնում, բայց դիմացի էկրանն է փոփոխվում,
ու ինքը մտածում է, որ ինքը առաջ գնաց, էլի։ Ու իր գլխին ոնց նկարում է էլեկտրոդը կպցրած է, որ հասկանան, թե որ նեյրոններն են ակտիվանում։ Ու ինչ է լինում, ու այս մկան մոտ ոնց ասենք ակտիվանում է այս մասերը, երբ որ ինքը այս մասում է գտնվում, տարած վիրտուալ աշխարհի իր այս նեյրոնների խումբն է ակտիվանում, այս տարածքում գտնվելուց սրանք, այս մի տարածքում սրանք։ Ու հետաքրքիր շարունակությունը, էսի այն փաստն է, որ պարտել չի դու շարժվես, դու կարաս երևակայես, այս դեպքում դու չես երևակայում, դիմացդ ինչ որ բան է դրած, էկրան է դրած, բայց շատ տարբերություն չկա լի դիմացդ էկրան դրած, թե դու ուղեղում ես պատկերացնում այդ էկրանը ու շարժվում։ Ինչ են անում, այս սենյակի վերջում դնում են իր մրցանակը, այսինքն երբ որ ինքը ստեղ է հասնում, այս վերջը գալի հասնում, մի քանի վայրկյան հետո իրան ուտելիք են տալի կամ բան են տալի, ինքը ոնց որ հասկանում է, որ ստեղ կա լավ տեղը, ստեղ է։ Հետո ինչ են անում, երբ որ նորից են կրկնում այս բանը, այս վիրտուալ աշխարհով մկանը բերում են դնում են այս սկզբում, ասում են դե գնա, ինքը գիտի որ այս վերջում գնա, իրան ուտելիք են տալու։ Ինքը գնում հասնում է այս մեջտեղի մասեր ու արհեստական ձևով իր այս նեյրոններին, որոնք ասում են դու գտնվում ես ստեղ, իրանց ակտիվացնում են, որ հոսանք են տալի։ Երբ որ այս նեյրոններին հոսանք են տալի, այս մուկը մտածում է, վсё, հասամ տեղ։ Ես պետք է հասնեի այնտեղ, որտեղ պետք է ու կանգնում է։ Չի հասնում փաստացի տեղ։ Այս ինչա ցույց տալի, որ բացի այս նեյրոնները, որ կոդավորում են, մեզ ասում են մենք որտեղ են գտնվում, նաև մեզ ճակերտավոր կառավարում են։ Իրանք կարան որոշեն, մենք ինչ անենք։ Փաստացի, երբ որ իրանք ակտիվացան, ինքը հասկացավ, որ ես պետքա կանգնեմ, այսինքն քո պահվածքի վրա իրանք ուղիղ կարան ազդեն։ Նույն ձև նենց են արել, որ երբ որ այս մուկը հասնում է այս վերջ, ակտիվացնում են իր այս առաջին նեյրոնները, որ ինքը մտածի դեռ ստեղ է, ու ինքը շարունակում է վազել, էլի, ոչ թե պատելներ խփելու էր պատին, բայց բարեբախտաբար վիրտուալ աշխարհի մեջ է ինքը, ոնց որ էկրանն է դիմացը, ու զուտ էկրանով անցնում է պատի մեջով առաջ, ոնց որ խփում են մկաները, ուղղակի մի քանի նեյրոն ակտիվացնել, պասիվացնելով։ Համարյամ ջան։ Դա մի քիչ չի հակասում ձերեն սկզբի ասածին, որ մութ սենյակում էլ մուկը, երբ որ նույն տեղում է հայտնվում, նույն նեյրոնը ակտիվանում։ Եթե վիզուալ է այդ ազդակը, եթե GPS-ը վիզուալ ազդակի հիման վրա է բանանում, բա ոնց ես դու մութ տեղում հասկանում որտեղ ես։ Դե ոչ միայն, ոնց որ համ վիզուալն է ազդում, բարձրն է որ համ վիզուալն է ազդում, համ լսողականն է ազդում, համ շնչառականն է ազդում, համ հենց քո շարժվելն է ազդում, դու քո շարժվելուց հասկանում ես ու ես շարժվում, համ էլ բանն է ազդում։ Մոռացա։ Դա այդ վերջին հետ։ Բայց երևի վիզուալը ամենաուժեղն է։ Դե դա նաև կախված է ինչ կենթանու մասին ենք խոսում, հավանաբար ինչքան գիտակից կենթանի է, օրինակ մարդկանց մոտ շատ ուժեղ է վիզուալը բնականաբար, բայց մկների մոտ փաստացի այնքան լավ է նույնիսկ առանց վիզուալը, որ այդպես լրիվ մթության մեջ շատ լավ աշխատում է, էլի, այս նավիգացիան իրանց։ Լավ, շնորհակալություն։ Բայց բնականաբար որակը ընկնում է, էլի, եթե վիզուալը հանում ես, մի քիչ ավելի վատ է աշխատում այս նեյրոնները, կարող է մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ լինի, ինքը ակտիվանա, բայց մեկը աշխատում է, էլի։ Okay։ Այս վիդեոյի մեջ ոնց որ էլ ցույց տալու բան չկար։ Իհարկե։ Ստելիքը դժվար բաներից է խոսում, որ մենք երևի չարժի խոսանք։ Ըստ այդ ռեմափինգի բանն է ցույց տալի, որ ասենք ամեն մի նեյրոն ինչ որ տեղ գտնվելուց է ակտիվանում, բայց երբ որ գնում ես ուրիշ սենյակ, կարա այսպես փոփոխվի, էլի, տեղերը, որ մի նեյրոնը որտեղ է գտնվում։ Նաև բացի տեղը փոխելուց ցույց էին ոնց որ տվել, որ երբ որ ոնց որ վախ ես ներշնչում մկներին, ինչ որ, չգիտեմ, կամ տհաճ հոտ ես դնում սենյակում, սկսում է խառնվել այս նեյրոնները, այսինքն ինքը փորձում է մի հատ այս որտեղ գտնվելու բանը ռեմափանի իր մոտ, կարծես ամեն ինչ հեշտ չի, էլի, շատ բարդ է իրականում կատարվում։ Մենք մակերեսային փորձում ենք հասկանանք մոտարապես ինչա կատարվում։ Հետ վերադառնալով մեր հոդվածին, շարունակությունը։ Հետո հայտնաբերեցին grid cell-երը, որը հենց պատասխանատու են նրա համար, թե ոնց է այս place cell-ը հասկանում ես որտեղ եմ, որ մի հատ էլ ակտիվանա։ Հիմա սա ոնց է աշխատում։
Գնանք grid cell ուրեմն այս grid cell-երը ի տարբերություն place cell-երի ակտիվանում են ոչ թե մի հատ տեղում, այլ sense 6 անկյուններ կազմվող տեղերում։ Այս նկարում հիմա այս կապույտ հատվածները որ տենում եք, կա մի հատ grid cell, որը ակտիվանում է, երբ որ մուկը գտնվում է այս կապույտ հատվածներից որևէ մեկում, կապ չունի որ մեկում։ Ինչ որ մեկում, երբ որ ինքը հայտնվում է, իր այդ նեյրոնի այդ մասը ակտիվանում է։ Խիա 6 անկյունների տեսքով, որտեղ բնությունը շատ է սիրում 6 անկյուններ, տարբեր տեղեր տեսած կնեք 6 անկյուններ, օրինակ մեղվի բները խիա 6 անկյուններ, որտեղ տենց 6 անկյունները լիքը լավ հատկություններ ունեն, ու հիմնական հատկությունը այն է, որ իրանք ոնց որ առանց տարածք կորցնելու կարող են ամբողջ տեղանքը ոնց որ վերցնեն։ Օրինակ եթե շրջաններ լիներ, շրջանները սենց իրար կող են գալի ու այս արանքում տեղ է բաց մնում, չէ՞։ Չի կարան այն շրջանները իրար կող դասավորես, գնդակները իրար կող չես կարան դասավորես, որ ազատ տեղ չմնա արանքներում։ Իսկ 6 անկյունները հանգիստ կարա սենց բերես տեղել մի հատ սենց 6 անկյուն դնես ու ոչ մի ազատ տեղ չի մնա, էլի մյուսս տես սենց դնես, որ սա տարածք 6 անկյուններով կարող ես ծածկես ու մեր ուղեղը տենց տարիների ընթացքում լավ հասկացել է, էլի որ ճիշտը 6 անկյուններով մեխանիզմն է։ Հա Վարուժան։ Իսկ կարող է ինչ որ ձև կապված այն golden ratio-ի հետ, որտեղ ինձ ձև քառակուսիներն էլ այնց ված չի բաժանում էլի ամբողջ մակերեսը լցնելով սա բանը։ Քառակուսիներն էլ են լավանում, բայց ուրիշ հատկություններ էլ կա բացի այդ լցնելուց, որ կարևոր են ստե, հեսա կհասկանանք, օրինակ ստե հարց առաջանում, օքեյ, դու այս քանի հատ մի րոպե, 12 հատ կետից որ մեկում ես գտնվում, 12 հատ տեղում էլ դու կարաս լինես։ Հեսա կհասկանանք ոնց է այդ հասկանում ու դրա համար այնպես 6 անկյուններ ինչ որ չափով կարևոր է, էլի։ Okay. Ձեզ հիմա ցույց տամ սիրուն մարդիկ սարքել են, թե ոնց է այս աշխատում։ Այդ կայքը։ Ուրեմն, սա այդ վիդեոն է մկան, որ սկզբից նայեք, սենց մուկը շարժվում է իր համար սենյակում ու ուղեղի վրա դրած է այդ էլեկտրոդը հենց ակտիվանում է այդ սելը, այդ բջիջը, նեյրոնը, ոնց որ մի հատ կետ են այս տարածքում դնում, էլի, ու տենում եք ինչ որ տեղեր հայտնվելուց այդ կետը հայտնվում է, այսինքն ակտիվանում է այդ պահին իր այդ նեյրոնը։ Սենց որ նայում եք ոնց որ պատահական կետեր լինի, բայց որ մի քիչ երկար է սկսում շարժվել տարածքում, տենեք ինչ է լինում։ Ոնց տենում եք, քիչ-քիչ առաջանում է այդ հատուկ տեղերում ակտիվանալու 6 անկյունի հատվածներում։ Այստեղ կարող է լավ չերևա, բայց ոնց որ 6 անկյունը ուր է, ինչ որ այսպես է, էլի էսա։ Այսպես 6 անկյուն է լինում ու մեջտեղում, էլի, էս էլ էս մի 6 անկյան մաս է, էլի իրականում սենց։ Երկու 6 անկյուն որ իրար մեջ են մտնում, էս մի 6 անկյան մեջտեղում էլ է տենց տեղ հայտնվում։ Կարճ ասած, սենց էս հասկաց էս grid cell-ն են հայտնաբերել, որ սենց բան է լինում, ու հետո, բայց հարցը մնում է, ոնց անես, որ հասկանաս այսքան տեղերից որ մեկում ես գտնվում։ Էսի վիզուալ բանն է, որ սենց իբր մկնիկը սմուկն է, շարժվում է, տեսենք ստե ակտիվանում է, հենց գնում եմ ստե չի ակտիվանում, հենց գալիս եմ ստե էլի ակտիվանում, սենց 6 անկյան կետերում ակտիվանում է։ Հետարքիրը ոչ թե կանանք միացնենք պատական սենց շարժվի ակտիվանա թե չէ, կանանք երկրորդ grid cell-ը ավելացնենք, որը մի քիչ շեղված է, այսենց է։ Այսինքն ինքը մի քիչ ոնց որ շեղված 6 անկյուններ է սարքում, էլի։ Պատկերացրեք քո ուղեղում երկու հատ grid cell կա, որը սենց 6 անկյունների համար է, մյուս grid cell-ը մի քիչ էս կողմ գնացած 6 անկյունների համար է։ Այս դեպքում մի քիչ ավելի է հեշտանում, որովհետև քո երբ որ դու գտնվում ես օրինակ այստեղ, քո ուղեղում ակտիվանում են այս երկու հատ grid cell-երը, բայց սա ավելի ոնց որ կարելի է հասկանալ, որ մոտավորապես իրանք այսպես տեսք ունեն ու այսքան մասն է հատվում իրանց, ու սրա նման տեղերը քիչ են։ Օրինակ դու հաստատ գիտես, որ ստեղ չես, որովհետև ստե հատումը շատ ավելի քիչ է։ Բայց կարող ես ստեղ ես, որովհետև ստեղ էլ հատում կա։ Կարող ես ստեղ էլ լավ հատում կա։
ու այսինքն երբ որ երկու հատ grid cell լինի մի քիչ շեղված վեցանկյուններով, դու ավելի լավ կհասկանաս որտեղ ես, բայց մեկը շեղումներ մնում է։ Հիմա հետևություն, բա ինչ անենք։ Պատասխանը պարզ է, մի հատ էլ grid cell ավելացնես, մի հատ էլ ես ավելացնում, որը մի քիչ էլ է շեղված։ Ու այս դեպքում էլի ավելի ոնց որ հստակ է պատկերը դառնում, երբ որ քո ուղեղին ազդակա գալի, որ այս 3 հատ grid cell-ն են ակտիվացել, այսքան հատումով իրար հետ, քո համար ավելի հստակ է, որ դու ստեղ ես գտնվում։ Կարճ ասած, այս grid cell-երը մի քիչ շեղելով ու շատացնելով, կոմբինացիաները շատ ավելի քչանանում է, թե դու որտեղ կգտնվես։ Ստե օրինակները կա, այս օրինակ քո բանը այս մուկնա շարժվում է ու ինչ որ grid cell ակտիվում է, երբ որ կամ դու ստեղ ես, կամ ստեղ ես, կամ ստեղ ես, կամ ստեղ ես։ Դու կարաս ստեղ փոխես sense ուղղությունը, այս կոմենկոմ բերես, այս վեցանկյունները շեղես ու չափսերը կարաս մեծացնես, փոքրացնես։ Մեր ուղեղում կա հետարքիրը, որ տարբեր չափերի վեցանկյուններ, օրինակ հիմա ստե ընդամենը այսքան է, ենթադրեք ստեղից տեղ 1 մետր է, բայց կա նաև grid cell, որը, չգիտեմ, այ sense է, որը ստից դե 10 սանտիմետր է։ Դա էլ արդեն մասշտաբների համար է պատասխանատու։ Պատկերացրեք, կասես մի հատ վեցանկյուն, որը 10 մետրանոց վեցանկյուն է քո ուղեղում, այսինքն երբ որ դու գիտես այս grid cell-ն է ակտիվանում, այս 10 մետր վեցանկյունի բանը է, ոնց որ կետերի վրա է գտնվում, էլի, ավելի մեծ zoom out արած քարտեզը տա բերում, էլի։ Իսկ կա grid cell-եր, որը 10 սանտիմետրանոց վեցանկյուններ է, որոնք ավելի փոքր մասշտաբների նավիգացիայի համար է։ Հիմա ստե այդ օրինակ սաղ տարածքը լցնում է sense կլորներով ու երբ որ դու ստեղ ես գտնվում, քո IS, լավ չեմ կարող ցույց տամ, այն վերևի ձախ անկյունում, որ այս ներքևի ձախ անկյունում փոքր տեղ կա, այս տեղը, ոնց որ երբ որ այս սա grid cell-երն է, էլի, պատկերացրեք 16 հատ grid cell-ը, երբ որ սա է ակտիվանում, ուրեմն դու այս կապույտ կետերից որևէ մեկում ես, երբ որ սա ակտիվանում, այս կապույտ կետերից որևէ մեկում ես։ Հոլիստը sense կարաս թեքես խաղաս հետները, դնես sense պատահական մանգամուկը, տենաս որ մի grid cell-երն է ակտիվանում։ Ու հետո ամենահետարքիրը, որ ստե երբ որ այսպես լիքը տարբեր grid cell-եր կամ տարբեր չափերի, տարբեր ուղղությունները, տարբեր մասշտաբների, շատ հստակ է, էլի դու որտեղ ես գտնվում։ Այդ կոմբինացիան քիչ է հնարավորություն տալիս։ Ու մի քիչ ավելի հստակը թե ոնց է դա աշխատում, սա է։ Օրինակ, երբ որ կա ընդամենը մի հատ grid cell, այս ուղեղը պատկերացրեք տեսնում է այս 4/4-ի վրա վանդակը։ Երբ որ այս մեկն է ակտիվանում, դու գիտես, որ այս 3-ից մեկում ես գտնվում, էլի։ Երբ որ գաս ստեղ էլի է դա ակտիվանալու, երբ որ գաս ստեղ էլի է դա ակտիվանալու, տենց շարժում ես ուրիշտեղ ուրիշ բաներ է ակտիվանում, բայց հենց գալիս է ստեղ, գալիս է ստեղ, այդ է ակտիվանում, հեսա, այդ է ակտիվանում։ Բայց երբ որ դնես 2 հատ grid cell ուղեղումդ, դու 2 հատ ստանալու ես համ n-ը ակտիվանում, համ n-ը ակտիվանում, էլի, երբ որ դու ստեղ ես գտնվում։ Երբ որ ստեղ ես գտնվում, ուրիշ 2 հատ է ակտիվանում։ Ու արդեն ստեղ ավելի շատ կոմբինացիաներ կա 2 հատ ակտիվացնելու, էլի։ Մի հատիկով ստե 16 հատ կոմբինացիա է ընդամենը, այստեղ 2 հատով, չգիտեմ, շատ ավելի շատ է գալի, հիմա չդնենք հաշվենք։ 3 հատով շատ ավելի շատ է գալի կոմբինացիաները, այս աճ մասում թե ուղեղի ինչ կարա տենա։ Պատկերացրեք, ստե դնես 26 հատով, ու սենց լիքը տարբեր կոմբինացիաներ կարա լինի աճ մասում, ու երբ որ օրինակ այս sense կոմբինացիա, քո ուղեղը հստակ գիտի դու որտեղ ես։ Ու հենց այս ինֆորմացիան է, որ գնում է այն մեր նախորդ նայած place cell-ին, որը հստակ ասում է, ես ստեղ եմ։ Ոչ թե sense վեցանկյուններ բանակազմում տարօրինակ տարբեր, այլ հստակ է sense պատկեր ունես grid cell-երում, այդ ինֆորմացիան գնում է place cell-ին, place cell-ը ակտիվանում է, դա ասում է դու հատուկ place cell-ն է ակտիվանում, որը այդ տարածքի համար է պատասխանատու։ Sense հետարքի վիզուալիզացիա։ Այսքանից հարցեր ունեք։ Հարցեր չկան։ Okay։ Հետ վերադառնանք մեր հոդվածին։ Հետո, ստե ինչից է խոսում։ Աստե ասում եմ, որ այս grid cell-երը գտնվում է entorhinal cortex-ում, որը այդ հիպոկամպի հետևի, տոլի վերևի մասում է, որը շատ մոտիկ է հիպոկամպին, էլի մի անգամից ինֆորմացիան ուղարկում է, ու իր մեծ հատվածում բան
վերևի հատվածում գտնվում է ավելի մեծ մասշտաբի այս grid-սիլերը, որը մեծ մասշտաբի նավիգացիայի համար են, ներքևի հատվածում ավելի փոքր մասշտաբի այս grid-սելերից կա։ Այս նկարում կտենակ էլի հետա ոնց որ այս grid-սելերի ինֆորմացիայից գնում է այս place cell-ին, որ հստակ ասում է դու որտեղ ես ու գիտես սենյակում որտեղ ես գտնվում։ Հա, այս չէի ասա։ Նաև ինչ ինֆորմացիայից է օգտվում, որպեսզի կոդավորի քո գտնվելու վայրը, երկու այլ բջիջներից է օգտվում։ Մեկը կոչվում է heat direction cell, որը պատասխանատու է քո գլխի ուղղության համար, թե դու որ ուղղությամբ ես նայում։ Ու էլի նույն տրամաբանությամբ ինչ որ կա բջիջներ, որ ակտիվ, երբ որ դու ինչ որ հյուսիս ես նայում, այդ բջիջն է ակտիվանում, երբ որ մի քիչ ես կողմես թեփում, մյուս բջիջներն է ակտիվանում ու ոնց որ քո ուղեղը ակտիվ միտեղ ունի նեյրոններ, որը ասում է, թե դու որ ուղղությամբ ես նայում։ Այդ ինֆորմացիան էլ է գնում այս ամբողջ այս նեյրոնային համակարգին, որ իրանք կողմնորոշվեն դու ուր ես գնում, էլի, որտեղ ես հիմա։ Ու երկրորդ հետաքրքիր նեյրոնները դա border cell-երն է, որը ակտիվանում այն ժամանակ, երբ որ դու մոտենում ես ինչ որ խոչընդոտի պատի։ Օրինակ դու մոտեցար պատին, քո հատուկ նեյրոնների խումբ ակտիվանում, ասում է դու պատի մոտ ես։ Ուրիշ պատի ես մոտենում, ընդեղի նեյրոններն ակտիվանում, ասում է դու ես մի ուրիշ պատի մոտ ես։ Այսօր քո սահմաններն է գծում էլի, որ չխփես քեզ պատերին, կոպիտ ասած, ու էլի այս ինֆորմացիան էթում է հիպոկամպ ու մշակվում է մնացած ամբողջ ինֆորմացիայի հետ։ Հաստե հետարքի է, որ այս border cell-երը, որ պատերի մոտիկանալուց ակտիվանում, միջև էքսպերիմենտալ փորձերով հայտնաբերել է արդեն իսկ այս գիտնականը Նոբելյան մրցանակ ստացած 2000 թվականին տեսականորեն ոնց որ գուշակել էր, որ պիտի որ sense մի բջիջներ լինի մեր ուղեղում ու 8 տարի հետո 2008-ին նոր փորձերով հայտնաբերում են էլի այս բջիջները։ Ստե ասում այս grid cell-երը, որ նավիգացիան են տալի, կարան մի քանի սանտիմետրից մինչև մի քանի մետր տենց բան ունենան, էլի։ Վեցանկյունները մի քանի սանտիմետրից մի քանի մետրանոց վեցանկյուններ դասավորվեն։ Հա, այլ կենդանիների մոտ այս ամեն ինչը ոնց տեսակ խոսում ենք 2D-ի մասին, երբ որ դու սենյակով ես քայլում, բայց ոնց որ հարց առաջանում, բա 3D-ն, երբ որ օրինակ թռչունները պետքա որ 3D նավիգացիա ունենան, որտեղ վերև ներքևել են իրանք գնում, ու տենց ուսումնասիրել են, էլի տեսել են, որ իրանք ուղեղում նույն ձև place cell-եր կա, grid cell-եր կա, որը ուղղակի 3D տարածքում է, պատկերացրեք ոչ թե վեցանկյուն է 2D-ում, այլ 3D տարածքում է, ասենց վեցանկյուն պրիզմա, գիտեմ ոնց է այդ կոչվում։ Տենց պատկերներ է ստեղծվում ու դու քո կողմնորոշումը 3D տարածությունում ես գտնում։ Նաև հետո ենթադրում են, որ նման բաներ կա նաև մարդու գլխում, ոչ միայն մկների գլխում, ու տենց իրոք բարձրացին, որ մարդու գլխում էլ կան նույն place cell-երը, grid cell-երը, որոնք համարյա նույն ձև աշխատում են, իհարկե լիքը տարբերություններ բնականաբար կա մկների ու մարդկանց շարժվելու մեջ, բայց պրինցիպը աշխատելու նույնն է։ Ու հետո ինչ եղավ։ Հետո փորձեր են արել, խնդիրը առաջանում, ուրեմն հիշողության հետ կապերը հիպոկամպի։ Երբ որ վիրահատում են մարդու հիպոկամպը ու հեռացնում են, չեն հիպոկամպը հեռացնում, որովհետև կա հիվանդություն, երևի լսել եք էպիլեպսիան, էպիլեպսիան այն է, երբ որ ինչ որ նեյրոն, գիտեք, ոնց որ նեյրոնները շղթայական են, ինչ որ նեյրոն ակտիվանում է, հոսանք է ուղարկում մյուս նեյրոնն էլ ակտիվանում, որը ուրիշ նեյրոնների է ուղարկում եւ այլն։ Երբ որ մի հատ ճակերտավոր գիր նեյրոնա լինում, ով սկսում է ասենց անկապ աճ-ցախ լիքը հոսանք ուղարկել, ինչ է լինում։ Ուղեղիդ նեյրոնները սկսում են ասենց քաոս, ակտիվանում, пассивանում, ով հասցնում, ինչ հասցնում, ուղարկում, ասենց մի հատ քաոս է տիրում։ Ու այդ ժամանակ, քանի որ քո ուղեղն է ուղարկում ազդակներ քո ձեռները ոնց շարժես, ոտերը ոնց շարժես, ինչ անես, այդ սա խառնվում է իրար ու մարդիկ սկսում են թփրտալ ձեռներ, ոտեր շարժել, ընկնում են գետնին, այդ էպիլեպսիայի բաները նա էլի։ Ոնց են ասում։ Էլի մոռացա բառը։ Ցնցում։ Հա, ցնցումն է տեղի։ Հա։ Ու
այդ նեյրոնը, գժված նեյրոնը հիմնականում ուղղակի բռնում հեռացնում են։ Ոնց այդ էպիլեպսիայի ժամանակ տենում են, որ նեյրոնն է, որ այդ ամեն ինչ առաջացնում է, բռնում հեռացնում են, ու երբ որ դա լինում է հիպոկամպում, պիտի հիպոկամպը հեռացնեն, ու հիպոկամպը հեռացնում են, ի՞նչ է լինում։ Տենում են, որ այս մարդը հիշողությունը չի կորցրել, ինչ եղել է իր հետ միջև այդ հիշումը, բայց նոր հիշողություններ չի կարող ձևավորի։ Ինչ որ բան է իր հետ այսօր լինում, վաղը չեմ սորը չի հիշելու ինքը, իր այդ առաջնորը ինչ ա եղել, նոր հիշողություններ չի առաջանում։ Ու դրանից կարելի է ենթադրել, որ հիպոկամպը պատասխանատու է նրա համար նաև, որ կարճաժամկետ հիշողությունը, ինչ քո հետ այսօր եղել է, տանի երկարաժամկետ հիշողություն։ Ու երբ որ դու հեռացնում ես հիպոկամպը կամ ինչ որ նեյրոններ դրանից, դա խաթարվում է ու նոր հիշողություններ ուղղակի չես կարող ձևավորես։ Ու տենց այս հիվանդության մասին լիքը լավ ֆիլմեր կա նկարած։ Այս մարդկանց կյանքի, իրանց ապրելու ձևի մասին, թե ոնց կարաս առանց նոր հիշողություններ ձևավորելու ապրել, էլի, շատ բարդ է։ Հետո շատ զավեշտալին ստեղն է, որ պատկերացրեք ինքը չի հիշելու, որ ինքը ունի հիշողության խնդիր, որովհետև երբ որ իր հիշողության խնդիրը առաջացել է ու իր մասին ինքը իմացել է, արդեն հեռացված է հիպոկամպը, ու այդ նոր հիշողությունը, որ ինքը ունի հիշողության խնդիր, իր մոտ չի ձևավորվում։ Ինչ որ դա շատ տարօրինակ է, որ դու քո հիշողության մասին դու չգիտես որ ես հիշելու, էլի, այդ փաստը ամեն ինչ բարդացնում է։ Հետո ու բարձեցին նաև, որ քունը շատ մեծ դեր ունի այս կարճատև հիշողությունից երկարատև հիշողություն գնալու համար, որովհետև երբ որ օրինակ դու սենյակում ստեղից օրինակ անկողնու կողից շարժվում ես սեղանի կողը, հետո շարժվում ես ուրիշ սենյակ, քո այդ place-ը օրինակ A բջիջն է ակտիվանում, հետո B բջիջն է ակտիվանում, հետո C բջիջն է ակտիվանում։ Երբ որ դու քնում ես, մարդկանց ուղեղի վրա էլի դրել են այդ սարքերը ու նկատել են, որ առավոտվա ընթացքում ինչ հերթականությամբ օրինակ A-ն է ակտիվացած, հետո B-ն, հետո C-ն, քնած ժամանակ նույն հերթականությամբ սկսում են ակտիվանալ։ A-ն է ակտիվանում, B-ն է ակտիվանում, հետո C-ն է ակտիվանում։ Այսինքն այդ ցույց է տալի, որ այդ հիշողությունը ոնց որ ինչ որ ձև նորից է քնելու ժամանակ ակտիվանում, որ գնա ավելի երկարատև հիշողություն։ Դες լիքը հետազոտություններ կա, էլի ոնց է իրականում կարճաժամկետից գնում երկարաժամկետ, ընդ շատ հետաքրքիր բաներ կա այդ ուղեղի ալիքների լայնությունը, հաճախականությունը, որ թե ոնց է գիշերվա ընթացքում փոխվում, խորը քնի ժամանակ փոխվում, ոչ խորը քնի ժամանակ փոխվում, երազ տենալուց փոխվում։ Ասում եմ, որ էմոցիաները կապ ունեն, ոնց որ ինչ որ պահ, ինչքան էմոցիոնալ է քո մոտ եղել, ավելի մեծ է շանսը, որ ինքը կարճաժամկետից կգնա երկարաժամկետ, որ քնես գիշերը։ Կարծես ինձ էմոցիաներն են մեծամասամբ որոշում այդ ինչն է գնալու, ինչն է մաքրվելու։ Ու պարապացնելու մասին ուրեմն հետազոտություն են արել ու բարձել են, որ Լոնդոնում տաքսիստների հիպոկամպը ավելի մեծ է, ոնց որ այդեն փաստն է ցույց տալի, որ այդ մարդիկ սաղոր այդ խառը քաղաքում քշում են առանց քարտեզի կարող են հասկանալ որ կոմպետե գնան որ փողոց պետք է մտնեն, այդ արդյունքում հիպոկամպը լավ սովորում է, train է լինում ու բնականաբար չափսերով պետք է մեծանա, որովհետև նեյրոնները շատանում են։ Ու այդ հետաքրքիր փաստ է, էլի, որ իրականում մկանի պես է այս ամեն ինչը։ Այս ասենք այդ վեցանկյունները գրիդ սելերի կազմելու, place սելերը բան իծնե է գալիս, այդ ամբողջը իծնե է, նաև կարա ինչ-որ վատ որակի գա դրա համար հավանաբար որոշ մարդիկ տեղորոշումից վատ են կամ այդ նեյրոններն են վնասված ինչ-որ պատճառով, բայց որ կարաս պարապացնես, այդ հստակ է, էլի։ Ցույց է տալի, որ մեծանում է հիպոկամպը, ավելի լավ է սկսում կողմնորոշվել տարածքում, երբ որ պրոստը պարապացնում ես քո տեղը գտնվելու ունակությունը։ Ու ինչի համար է տրվել Նոբելյան մրցանակ, որտեղ Նոբելյան մրցանակ տրվում է, երբ որ օգուտ է տվել այդ բացահայտումները, որովհետև ոնց ասացինք, մեծ կապ ունի այս հիպոկամպի հիշողության հետ, ու երբ որ մարդիկ ինչ որ Ալցհեյմերով են հիվանդանում, որը ինչ որ վատ սպիտակուցներ են լինում, որ նեյրոնները վերացնում են, սպանում են նեյրոններին ուղեղի ու գնալով ոնց որ ուղեղը մաշվում վերանում է, նեյրոնները գնալով մահանում են։ Ու առաջին հերթին կպնում է հիպոկամպին, հիպոկամպի նեյրոններն է վնասում,
ու մարդիկ ունենում են հիշողության խնդիրներ դրա համար Alzheimer-ի խնդրի ժամանակ ու այս բացահայտումների շնորհիվ լիքը բան ենք հասկացել այդ ամեն ինչի մասին ու կարող ենք ինչ որ բուժումներ գտնել էլի բացի դրանից հետարքիր բաներ կար որ պարզվում է այս place cell-երը ոչ թե միայն պատասխանատու են մեր տեղային հիշողության մասին, որ ոչ թե մենք մենակ պատկերացնենք որտեղ ենք ֆիզիկապես գտնվում, այլ նաև վերացական բաների մասին։ Օրինակ, սոցիալական դիրքը։ Դու քո շրջապատում ինչ դիրքում ես գտնվում, այդ էլի դիրքը, էլի place cell-երով է որոշվում։ Էլի ինչ որ մտածելուց տարբեր ոնց որ տարբեր հիերարխիայի մարդկանց մասին թագավորների մասին, նախագահների կամ սովորական մարդկանց կամ բանվորների կամ ուրիշ մարդկանց մասին քո ուղեղում այդ սոցիալական կապերը կա էլի ով ավելի բարձր, ով ավելի ցածր, դա էլի place cell-երի նման ինչ որ բան է աշխատում, ու հենց այս place cell-երները աշխատում են ինչ որ ժամանակ, որ դու ոնց պատկերացումներ կազմել, դու որտեղ ես գտնվում այդ սոցիալական կապերում, ուրիշ մարդիկ որտեղ են գտնվում սոցիալական կապերում, ու ցած շատ հետաքրքիր է էլի որ մեր նաև վերացական բաներում պատասխանատու էս place cell-երը հեսա էլի հետաքրքիր բաներ կասեմ բայց լսենք Մարիամին Ուզում եի ասել, որ դա միայն այս place cell-երին չի վերաբերվում, էլի շատ կան այս նոր հասարակարգի հետևանքով առաջացած բաներ, որոնք պրոյեկտվում են հին եղած ուղեղի ստրուկտուրաների վրա, եթե չեմ սխալվում, Thinking Fast and Slow-ում է դրա մասին շատ խոսում, օրինակ ջերմության զգացողությունը, որ դուք ինչ-որ մարդուն բնութագրում եք որպես ջերմ, ջիգարով, դա կամ սառը ճիշտ նույն տեղն է ակտիվանում բանի ուղեղի, որը ջերմություն է զգում։ Նույն ձևի, երբ որ արարքներին եք որակավորում տալիս, օրինակ, չգիտեմ, այդ բառերը, որ օգտագործում ենք, զզվելի արարք օրինակ, դա հենց իմինը պատճառը նրանում է, որ իրոք այն տեղն է ակտիվանում ուղեղի, որը կակտիվանար, եթե դուք ֆիզիկական զզվանք զգայիք, ինչ որ չգիտեմ, վատ հոտից կամ նման մի բանից։ Դա ուղեղի հայտնի մեխանիզմ է, էլի մենակ place cell-երին չի, տենց ինչին նմանացնում, վերցնում վրան պրոյեկտում է, նոր կառուցվածքներ չի սարքում, եղածները փորձում է հարմարացնի նոր իրողություններին։ Այդքանը։ Հա, մերսի։ Այդ նեյրոճկունության մասին է հիմնականում խոսում էլի, որ ինչ ասես մեր ուղեղը կարա սովորի, ինչ ասես կարա անի, դրա համար է որ միջև մա գոյատևել ենք, էլի մեր հիմիկվա կյանքը ընդհանրապես կապ չունի մեր նախնիների կյանքի հետ, որի ժամանակ մեր ուղեղը ձևավորվել է, բայց այնքան ճկուն է, որ միջև մա ընտիր աշխատում է էլի համարյա, վարի չեն գնում, այս ձևափոխված աշխարհից։ Միջև էս էլ նայում է ինչ որ տես տեսանյութ, որ հենց բացատրում էր, այս place cell-երը ինչ դեր ունեն նաև այդ բանում, թե խիա ֆիզիկական մեր զգացողությունները, խենք մարդկանց նկարագրելուց, զգացմունքները նկարագրելուց ֆիզիկական, ասենք ջերմություն ասում կամ զզվանք ասում, այսօր այս հենց place cell-երի միջոցով էլ այդ ֆիզիկական կապը, ասոցիացիաները արտահայտվում է, էլի։ Նաև շատ հետաքրքիր էր, որ ոչ միայն սա մեր հիշողության հետ է կապված, այլ նաև մեր մտածելու ձևն է։ Ցույց են տվել, որ այս հիպոկամպով նաև մտածում ենք մենք, ոնց որ շատ կոպիտ եմ հիմա ասում, բայց ինչ են արել, այս մկանը որ դնում են լաբիրինթի մեջ ու ինչ որ place cell-երի են նայում, ու երբ որ գալիս է այս մուկը մի ճանապարհին, որտեղ կամ աճ պետքա գնա կամ ձախ պետքա գնա, այս տենում են, որ place cell-երը, ինչ որ place cell-եր ակտիվանում են այն հատվածի place cell-երն են ակտիվանում, որը այդ դեպի աճ գնացող ճանապարհի place cell-երն է, ու հետո դրանք ոնց որ հանգում են ու ակտիվանում է ձախ կողմի place cell-երը, որ ինքը ոնց որ մտածում է, որ ինքը ընդեղ է գտնվում, հետո անջատում է մտածում է ընդեղ է գտնվում։ Չէ, հենց մտածելու process-ն է, էլի մի հատ իրան պատկերացնում աճ մասում, մի հատ պատկերացնում ձախ մասում, այդ պատկերացնելու ընթացքում place cell-երը փոխում են իրենց տեղ, էլի գնում են այնտեղ, որտեղ ինքը պատկերացնում է, որ պետք է գնա։ Ուսից նկատում է, որ մտածում է մուկը իրականում, էլի, աճ գնա թե ձախ գնա, որ փորձում է հիշել տեղ եղել է թե չի եղել եւ այլն, բայց այդ փաստը որ place cell-երով կարաս մտածես, տանես այս կողմ, տանես այն կողմ, դա է շատ հետաքրքիր, որ մտածողության վրա ազդում է։ Նաև հետաքրքիր է, որ այս place cell-երը շատ օգնում են այդ ոնց որ հեռավորության
տարածության բաները հասկանալ, նույնիսկ ձայնի դեպքում։ Օրինակ փորձ են արել մկների դեպքում, որ ինչ որ բան են դնում, այդ ինչ են ասում, ինչ որ հարմար անգամ, որ պիտի քաշես վերև ներքև, ինչքան վերև ես քաշում, ձայնի հաճախականությունը բարձրանում է, ինչքան ներքև ես քաշում, հաճախականությունը իջնում է։ Ու մկանը դրել են դրան դեմը ու մուկը ասենց բարձրացնում իջացնում է դա, ու մի հատ հատուկ հաճախականություն կա, որ երբ որ դրանը հասնում, իրան ուտելիք են տալի, ու իրան դուր է գալի դա, ու ինչ անում, ինքը տենում են էլի, որ իրականում այս ներքև հաճախականության լսելուց սկսում է այդ place cell-երը առաջանալ, որ այս հաճախականության համար են նախատեսված, հենց որ բարձրացնում են վերևի հաճախականությունն է լսում, այն մի place cell-ն է ակտիվանում, երբ որ այն ճիշտ հաճախականությունն է, ուրիշ place cell-ը ակտիվանում, ու ինքը այդքանը հասկանում է, էլի, ու երբ որ էլի հաճախականությունը փոխում են, ինքը կարող է բերի դզի այն նույն հաճախականության, որի ժամանակ իրան ուտելիք էին տվել, որտեղ ինքը այնքան է անում, որ այդ իր ուզած place cell-ը ակտիվանա աղեղում, էլի, որը հենց այդ հաճախականության ձայնի համար էր։ Իսկ ոչ մի հատուկ տեղում է ակտիվանում, այլ հատուկ ձայն լսելուց է ակտիվանում, օրինակ, կամ հատուկ հոտ շնչելուց է ակտիվանում այդ հատուկ ինչ-որ place cell։ Այս ամեն ինչը կոդավորում է մեր, ոնց ասեմ, ոչ կոնկրետ գիտակցական զգացմունքներ, օրինակ դու տենց դժվարությամբ բացատրես, ես ինչ հաճախականությամբ ձայն է, բայց դու զգում ես, էլի, ինչ հաճախականությամբ ձայն է, այդ զգացողություններն է, կամ գտնվելու վայրը զգում ես, դժվար է բացատրել, ոնց է զգում, դա զգալու հատկությունն է, էլի։ Մեր 6 կայարաններից բացի այդ ավելի abstract կայարաններն են, որը օգնում է գոյատևենք։ Էլի ինչ որ լիքը հետաքրքիր փորձեր կար, բայց այս պահին դժվարանամ հիշել։ Այսքանից հարցեր ունեք։ Թե ոչ։ Պետք է որ լիքը հարցեր լինեն, հա։ Ասեք, ասավարժան։ Ես մի փոքր sense ենթադրություն էլի հիմա որ ասացի որպես input էլի այդ տաքսիստների հիպոկամպը ֆիզիկապես մեծ է Լոնդոնի տաքսիստների իսկ իրենք տարածքը լավ են պատկերացնում բան մյուս կողմից էլ ասենք որ հիպոկամպը պատասխանատու է տենց երկարատև հիշողության ձևավորման համար ու տենց այսինքն կարա լինի նենց որ համակարգչային խաղերը որ իրանց ենթադրում են ինչ որ մի հատ մեծ map-ի մեջ կողմնորոշվել ստրատեգիա գծել եւ այլն այդ խաղերը կարան օգնեն հիշողության լավացման, ասենց ինչ որ ենթադրություն կա, կանենք կամ ինչ որ տենց փորձ եղել է առհասարակ խաղերի հետ կապված։ Չգիտեմ փորձ եղել է թե չէ, բայց ես ենթադրում եմ որ հաստատ օգնում է, չի կարա չօգնի, դուք էլ նկատած կլինեք, ասենք խի են օրինակ ATS վարող օպերատորներ վերջնում խաղերից, որովհետև տենց հստակ կարողանում են իրանց համար ոչ սովորական, այսինքն 3D տարածությունը երկնքում դու ATS ես քշում, հեչ մարդու բանով չի էլի, այդ մարդու ուղեղը սովոր չի դրան, մարդու ուղեղը 2D է, բայց խաղացողները լավ իրանց ուղեղը մարզում են ոչ մեր ռեալ աշխարհի մեփերում, ասենց ասած աշխարհներում, դեռ բնականաբար քո ուղեղը վարժվում է, դու որտեղ ես գտնվում, ուր պետք է գնաս, ինչ պետք է գնաս, ու հենց այդ մկների փորձը այդ ապացուցում էլի որ պարտադիր չի դու շարժվես կարա քո դիմաց էկրան լինի որի վրա դու ենթադրաբար շարժվում ես իհարկե երբ որ դու ես ինքդ շարժում շատ ավելի ակտիվ է լինում այդ ամեն ինչը որտեղ քո ոտքերից էլ է ազդակներ գնում ուղղ որ ես առաջ գնացի այսքան արագությամբ այսքան ուղղությամբ եւ այլն բայց ամեն դեպքում որ դու նստած լինես ու քո դիմաց էկրան լինի էլի աշխատում է ու բնականաբար մարզում է քեզ Դասած արժի սկսել խաղալ Դե լավ բան չի այսինքն օքեյ դու մարզում ես հարց առաջանում ես ուզում մարզես էլի դա Եսի ուզում ես մարզես հել վազի Եսի Իմ մոտ էլ take-away-ը էր որ անգամ ճամփորդելուց GPS օգտագործելու փոխարեն արժի մի հատ քարտեզը նայել ու մնացածը առանց GPS-ի անել որ մարզենք մեր ուղեղի GPS-ը ներքին Եթե վտանգներ չկա կորելու վատ բաների հաստատ արժի սովորել քարտեզից օգտվել էլի միանշանակ
Հա, ուղղակի մի անգամ նայել ու դնել գրպան, ամեն րոպե չնայել, տեսնենք ուր կհասնենք։ Հաստատ կարաս մարզես ու որտեվ այդքան էլ པարզ չէ, լի ոնց պետք է անես, ուղղակի հաստատ մեխանիզմներ կա։ Լիքը մարդիկ նման ճամփորդելուց հաստատ սովորել են, ինչին ուշադրություն դարձնել։ Քարտեզի վրա մի միլիոնադե բան կա, ինչին ուշադրություն դարձնես, որ տպավորվի մոտդ ու այդ մափը լավ կազմես, ու հենց ոնց որ օրինակ կարաս տեխնիկաներ մշակես քարտեզին նայել, չգիտեմ, խաչմերուկներին կամ չգիտեմ, բարձր կետերին, օրինակ լեռները նայել որտեղ է ու իրանց ուղղությամբ հասկանալ, որ պետք է գնաս։ Օրինակ մարդիկ տենց հարյուրավոր, հազարավոր տարիներ առաջ նկատել են, որ աստղերով կարելի է կողմնորոշվել, ես որտեղ եմ ու որտեղ պետք է գնամ։ Ու հենց իհարկե գիտակցությունն է այդ լավ օգնա, որ տենց բարդ բաները հասկանաս, այստեղ այնտեղը վերլուծես, բայց շատ կարևոր է տեխնիկաներ մշակելը ու հասկանալը ոնց անես հենց մարզելը մենակ անգիտակցաբար մարզելը չէ, էլի գիտակցաբար մարզելու մասներ կա թե։ Համարյամ ջան։ Փաստորեն այս ամեն ինչը վերաբերվում էր մենակ սեփական փորձի հիման վրա ստեղծված մափերին, չէ՞, դուք թռչունների մասին եք խոսեցիք, ես վստահ եմ, որ իրանց այդ GPS համակարգի մեջ մեծ դեր է խաղում նաև երկրի էլեկտրամագնիսական դաշտերը, իրանք դրանով են շատ կողմնորոշվում, ինչ որ ձևի դրանք զգում են ու բան են անում, այսինքն մեծ տարածությունների մեջ կողմնորոշվելու պարագայում, որը երևի թե կատնասումներին այդքան պետք չի, ինչքան թռչուններին, տենց բաներն էլ են դեր խաղում։ Ոչ մի խոսք այս Նոբելյան մրցանակի մեջ դրա մասին չկար։ Չէ, այս ամեն ինչի մեջ մենակ այս 2D մկների վրա փորձերի մասին էր։ Այս վերևը մի մաս կա այս մյուս ոնց որ կատնասունների մոտ ու մարդկանց մոտ ոնց է այս ամեն ինչը, բայց այն գաղափարը թե այս place cell-երը ու grid cell-երը ոնց են հասկանում ենք որտեղ են գտնվում, դա գալիս է լիքը ինֆորմացիաներից ու տարբեր կենդանիների մոտ բնականաբար տարբեր մասերից է ուղեղը գալի այդ ինֆորմացիան։ Օրինակ մարդու համար կարող է հեչ կարևոր չի երկրի մագնիսական դաշտը զգալու ըստ դրա հասկանալ դու որտեղ ես գտնվում, ընդհանրապես պետք չի էլի։ Դրա համար մարդու մոտ չի զարգացել, բայց չգիտեմ թռչունների մոտ իրականում դες բան կա, բայց եթե կա հնարավոր է էլի, ինչը քո համար կարևոր է, այդ պետք է զարգանա ու ասենք կարող է թռչունների մոտ նաև գալիս է դա քամու ուղղությունը ու ուժգնությունը զգալուց նաև թե ինքը որտեղ է գտնվում, նման բաներ կարող լինի կամ չգիտեմ, արևի դիրքից կախված իրան կարան հասկանան ես որտեղ եմ։ Իսկն այդ ամեն ինչը շատ բարդ է, էլի միլիոնատ տեղից գալիս է ինֆորմացիա, ու ասես միտեղ մշակվում է, դու հասկանում ես դու որտեղ ես գտնվում, էլի։ Լավ բարդ մեխանիզմ է։ Okay. Ստեղ deep research-ը ChatGPT-ի վերջացել է, բայց այնքան բանագրել, որ այսքանը հնարավոր չի կարդալ։ Ու աչքիս հետարքիր բաներ չընկավ, որ մի անգամից ասեմ։ Բայց ես թվում է հետարքիր բաներ կնան։ Իհարկե։ Ինչ որ ստասում է նաև ինչ որ grid cell-եր կան, որոնք դաժե մի քանի սանտիմետրերի վրա են աշխատում, կամ փոքր մասշտաբներով են աշխատում։ Ով չայլ հետարքիր բաներ չեմ գտնում։ Okay, այլ հարցեր ունենք։ Չէ, հարց չէ, բայց այն լինքը կարաս ուղարկես YouTube-ի վիդեոյի, որ մկների հետ փորձը մի պահ ցույց տվեցիր, այնտեղ ամբողջականը նայի։ Բանում LLL-ում event-ի մեկնաբանություններում կդնեմ այս լինքը։ Okay, merci։ Okay։ Շատ լավ, դες էլ merci մասնակցության համար, մեր ուղիղ մի ժամ անցել է, անցինք սկսել ենք, հիմա անցինք գա։ Կհանդիպենք մյուս շաբաթ, որը լինելու է տնտեսագիտության Նոբելյան մրցանակը առաջին անգամ, ստիմա հետարքի անցնելու։ Տեսություն, շնորհակալություն։ Ստեսություն։ Մերսի։